ժամանակով մի լճում 3 մեծ ձկներ էին ապրում, նրանք մտերիմ ընկերներ էին, բայց բոլորովին նման չէին իրար, նրանցից մեկը իմաստուն էր, նա ամեն ինչ անում էր մի լավ մտածելու հետո, երկրորդը խելացի ու հնարամիտ էր, ինչ խնդիր էլ որ ունենար, նա աշխարհացնում էր ուղում ու լուծում գտնում, նա միշտ ուրախ էր, երկրորդ ձուկը հավատում էր ճակատագրին, ինչա պատահելու: Կպատահի և ոչ ոք չի կարող կանգնեցնի դա: Մի օր էլ իմաստուն ձուկը գլուխը ջրից դուրս էր հանել, նա լսեց, որ մի ձկնորս ասում է մյուսին. «Ինչ լավ ձուկ է, հետն էլ մեծ այս լճում, լավ ձկները շատ կան, արի վաղը գանք այստեղ ձկնորսությամբ»: Այս լսելով ձուկը շտապեց ընկերների մոտ. «Եկեք գնանք այս լճի այս ջրանցքի մեջ, մի այլ լիճ գտանք, չեմ մտածում, որ կհեռանամ այս վայրից», ասաց հնարամիտ ձուկը, «եթե ձկնորսները գան, ես կփրկվեմ, մինչև կգտնեմ»: Երկրորդը ասաց. «Ես իմ ծննդից ի վերջ այստեղ եմ ապրել, ինչու պիտի ես լքեմ իմ ծննդավայրը, ինչ լինելու է կլինի»: Իմաստուն ձուկը չէր ուզում ռիսկի դիմել, նա ջրանցքով գնաց դեպի այլ լիճ: Հաջորդ առավոտյան ձկնորսները եկան ու գցեցին իրենց չանցը: Երկու ընկերներ, որոնք չէին հեռացել, բռնվեցին մնացած ընկերների հետ: Հնարամիտը անմիջապես դուրս պրծնելու միջև մտածեց, նա շատկած ձևացավ, ձկնորսները նրան մյուս շատկած ձկների հետ դուրս նետեցին, նա կարողացավ լողալ դեպի լիճ, ծայրը և չակել ջրի մեջ: Ճակատագիրին հավատացող ձուկը շարունակում էր վար չատկել: Չանցի մեջ ձկնորսներից մեկը խփեց, շատկացրեց նրան: